Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր դարն է։ Մենք շատ կարևորելով միջազգային հարաբերությունները, հայ գրականության հանրահռչակումը նաև միջազգային հարթակներում նախաձեռնել ենք մի շարժում, որը իր մեջ ներառում է մշակութային հարաբերություններ տարբեր ժողովուրդների, տարբեր երկրների հետ։ Անցած տարի կազմակերպեցինք Հայաստանը հոգու մեջ բացառիկ բանաստեղծական մրցանակաբաշխությունը Մինսկ քաղաքում եւ դա աննկարագրելի բերկրանք առաջացրեց գրչի սիրահարների հոգիներում։ Դա երկու ժողովուրդների, հայերի եւ բելոռուսների բացառիկ բարեկամության ու ջերմության դարձավ արտահայտությունը եւ մեր հարաբերությունները գնալով սերտացան եւ այս տարի մարտ ամսին էլի Մինսկ քաղաքում կազմակերպվեց գրքի միջազգային փառատոն տոնավաճառ, որտեղ ներկայացված էին ավելի քան 40 երկրներ, 40 պետություններ։ Պիտի անկեղծորեն խոստովանեմ, որ կազմակերպված էր բացառիկ մակարդակով, նույնիսկ շատերը պնդում էին իդեալական։ Եվ հատկապես ինձ համար ուրախալի էր այն, որ այդ այսպես կոչված միջազգային հարթակում Հայաստանը իր ներկայացվածությունը ուներ։ Մեր բելոռուս բարեկամները նաև պատրաստել էին մի յուրօրինակ տնակ, Հայաստանի տնակ, որտեղ հնչում էր Հայաստանի երաժշտությունը, հայկական երգ, իսկ ամբողջ այդ փոքրիկ տաղավարը, որը գտնվում էր մեծ տաղավարի ուղղակի հարևանությամբ, հնչում էր Հայաստանով, երգում էր Հայաստանով եւ շատ այցելուներ մտնում էին այդ փոքրիկ Հայաստան ծանոթանալու համար մեր արվեստին, մեր բնությանը, մեր մշակույթին, իսկ այդ փոքրիկ տաղավարի կողքին էր նաեւ դրված էր գրքի տաղավար, որտեղ մեր Մարշալ Բաղրամյանները, Ծովակալ Իսակովը այդ բոլորը արել էին մեր բելոռուս գործընկերները, ովքեր գնահատում են Հայաստանը եւ մեր լավ բարեկամներն են։ Ասեմ, որ այդտեղ ներկայացված շատ գրքեր կային, հատկապես ուզում եմ շեշտել Մինսկի գրողների միության նախագահ Միխայիլ Պազնյակովի Պոլոնեզ բանաստեղծական ժողովածուն, որը ազգային գրական մրցանակի է արժանացել եւ այդ փառատոնում ներկայացված էր եւ առիթ եղավ, որպեսզի մենք տարբեր քննարկումների ժամանակ, իսկ բացի գրքի փառատոնից նաեւ կազմակերպված էր գրողների միջազգային սիմպոզիում, որտեղ շատ հարցեր քննարկեցինք միջմշակութային հարաբերություններ, գրականության թարգմանության, տարածման, հանրահռչակման խնդիրներ, բացառիկ հետաքրքիր։ Ամենից կարևոր ձեռքբերումը, որ ես իբրև հայ մարդ ունեցա, դա այն ջերմ վերաբերմունքն էր, որ ես տեսա Բելոռուսում, Մինսկ քաղաքում մեր ժողովրդի նկատմամբ։ Մշակութային կապերը այդ ամիսների ընթացքում այնքան խորացան, որ մեր գրողները սկսել են արդեն թարգմանել բելոռուս հեղինակներին, բելոռուս գրողները բանաստեղծություններ են գրում Հայաստանի մասին եւ շուտով դրանք մենք կհրապարակենք։ Այն արագությամբ են զարգանում մշակութային կապերը եւ այնպիսի սերտ հարաբերություններ են հաստատվել, որ ես այն կարծիքին եմ, որ մենք բավականին ուշացել ենք։ Այս ամենը պետք է սկսվեր, արվեր ավելի վաղ, բայց լավ է ուշ, քան երբեք։ Ու այդ պատճառով պիտի ուրախությամբ ասեմ, որ բոլոր այն հրապարակումները, որ եղան այս ընթացքում, մասնավորապես հայ բանաստեղծուհի Հռիփսիմե Ասատրյանը մի սքանչելի հրապարակումով հանդես եկավ Բելոռուսի լավագույն բանաստեղծի Անատոլի Ավրուտինի մասին եւ այդ հրապարակում այդ հոդվածը շատ բուրըն կերպով ընդունվեց Բելոռուսում, այնուհետեւ Անատոլի Ավրուտինը սքանչելի մի բանաստեղծությամբ անդրադարձավ Հայաստանին, Արցախ աշխարհին, որտեղ ներկայացնում է հին աշխարհի պատմությունը, երբ դեռ Մոսկվան չկար եւ պատմում է նաեւ Հայաստանի Նոյան տապանի մասին, Նոյը փնտրեց իր տապանը Արարատի ողողված գագաթները, իսկ Արցախը ժամանակին այստեղ թագավորություն էր։ Այսպիսի բաներ է գրում Անատոլի Ավրուտինը, ուղղակի հիացմունք է առաջանում այս խնդիրների մասին խոսելիս։ Չկա ավելի վսեմ բան, քան ժողովուրդների բարեկամություն եւ Հայաստանը այս դրոշակով ու այս գաղափարախոսությունը
նով է մտնում աշխարհ։ Պիտի ասեմ, որ Միսկի գրական փառատոնը նաև շատ կարևոր է այն առումով, որ բազմաթիվ բարեկամներ ձեռք բերեցիք տարբեր երկրներից։ Ուզում եմ նրանց անունները տալ, որովհետև բացառիկ լավ մարդիկ էին ու մեր ժողովրդի բարեկամները։ Ռիմա Խանինովան, բանաստեղծ է Կալմիկիայից, գրական քննադատ, եւ մենք իր 70-ամյակը Երևանում արդեն նշել ենք, ինչի համար շատ ուրախ եմ այս բարեկամության համար։ Ջուրգիջիտ Սարանկուլով, Կիրգիզստան, Լեյլա Ախմետովա, Ղազախստան, Այգիս Գիզատովիչ Բայմուխամեդով, շատ երիտասարդ մի պայծառ անհատականություն, որը Բաշկորտաստանի գրողների միության նախագահն է, եւ իմ բարեկամ Այգիզի գիրքը «Մի լչիր ինձ մայրիկ» արդեն հայերեն սկսել ենք թարգմանել Երևանում։ Ես տեսնում եմ, որ այս ամեն ինչը շատ լավ արդյունք է տալու ու ողջավորված եմ շատ այդ հեռանկարով, որ մեզ սպասում է Մարատ Գաջիև, Դագեստան ամսագրի գլխավոր խմբագիր։ Ահա այս կանչելի ամսագիրը բարեկամներ, որը դուք տեսնում եք բացառիկ արժեքավոր գործ է, եւ մենք պիտի շարունակենք անպայման այս ծրագրերը եւ պիտի ասեմ, որ իմ սիրելի բարեկամի Մարատ Գաջիևի առաջարկով շուտով ամսագրում լույս կտեսնի ժամանակակից հայ գրականության ընտրանին։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք լավ գրականություն եւ այդ լավ գրականությունը աշխարհում ներկայացնելու հնարավորություններ ունենք։ Շատ լավ բարեկամ ունեմ Չուվաշիայից, Տուրգայ Վալերի Վլադիմիրովիչ, որը Չուվաշների ժողովրդական պոետն է, շատ կրքոտ, հախուռն բանաստեղծ եւ մեր բարեկամը։ Իմ բարեկամների թվում անպայման ուզում եմ շեշտել Ատո Խամդամի անունը, Տաջիկստանի ժողովրդական գրողը, շատ երկրներում այս արտահայտությունը դուք կլսեք։ Հայաստանում մենք անտեսում այս խնդիրները, բայց աշխարհում կան դեռևս ժողովրդական գրողներ, ժողովրդական բանաստեղծներ, որոնց հարգում են իբրև մեծանուն երևույթների։ Ատո Խամդամը Տաջիկստանում հենց այդպիսի մի գրող է։ Մեծ հեղինակություն, մեծ սեր, ինքը վաստակաշատ գրող է, եղել է Տաջիկստանի մշակույթի նախարարը եւ մեծ հեղինակություն է վայելում գրական շրջանակներում։ Մեր ժողովրդի բարեկամն է, իբրև մարդ շատ հետաքրքիր, բոլոր անունները չթվարկեմ, բայց պիտի ասեմ հետեւյալը, որ այս տոնավաճառը գրքի, որը 32-րդն էր Միսկում, բացառիկ հետ թողեց մեր սրտերում։ Մենք ընկերներ ձեռք բերեցինք, մենք թարգմանական գործեր ենք սկսել եւ ամենից կարեւորը, որ ինձ համար շատ ոգևորիչ էր, դա այն մեծ սերն էր Հայաստանի նկատմամբ, որ ես տեսնում եմ ամեն քայլափոխի, ամեն հարցով, նույնիսկ երբ առիթ էր լինում խոսելու ասին Դոյան Տապանի մասին, Հայաստանի մասին, ես տեսնում եմ, թե ինչ բուրըն արձագանք են գտնում այդ խոսակցությունները տոնավաճառի ու գրական սիմպոզիում մասնակիցների սրտերում։ Այս ամեն ինչը բերում է մեկ եզրահանգման, սիրելի բարեկամներ, այն, որ Հայաստանը այսօր ասելիք ունի ժամանակակից աշխարհին։ Մենք մեր մշակույթով, որը բոլորը գնահատում են, մենք մեր արվեստով, մեր անցած ճանապարհով, մեր ձեռքբերումներով կարևոր իրողություն ենք ամբողջ աշխարհի առջև։ Մեզ գնահատում են, մեզ սիրում են, մեր ստեղծագործությամբ հետաքրքրվում են, ուզում են մեզ հետ կապ պահպանել։ Եվ դա ամենից կարևորն էր, որ ես տեսա, ես գնահատեցի եւ սա ուզում եմ շարունակել։ Ու ամփոփելով այս զրույցը, որը անչափ կարևոր եմ ես համարում, շատ կարևոր է, որ մեր մշակութային ձեռնարկներին իր մասնակցությունը բերի մեր պետությունը։ Շատ կարևոր է դա, որովհետև այն ինչ որ ես տեսա ու գնահատեցի Մինսկում, այդ ամիջը ամբողջովին պետական ձեռնարկ էր։ Կազմակերպված է պետության կողմից, ինֆորմացիայի նախարարության կողմից, ներկային նախարարը, փոխնախարարները, նրանք մեզ հետ մշտապես շփման մեջ էին։ Ես կարծում եմ, որ Հայաստանը նոր իրավիճակ պիտի ստեղծի իր հասարակական կյանքում, որտեղ պետությունը ոչ թե մշակութային ձեռնարկներից քաշված լինի մի կողմ, չմասնակցի շատ հաճախ նաև խանգարի, այլ դառնա այդ ամենի կազմակերպված լոկոմոտիվը,
ինքը պիտի առաջ շարժի մշակութային ձեռնարկը, որովհետև առանց պետական մասնակցության, առանց Բելորուսի կառավարության մասնակցության այս խնդիրներից ոչ մեկը լուծվել չէր կարող։ Բայց ամեն քայլափոխի ես տեսնում էի Բելարուսում պետության կողմնորոշիչ ներկայությունը հասարակական կյանքում, որը շատ կարևոր է, ու սա մարդու մեջ, անհատի մեջ առաջացնում է բուրըն ձգտում, ցանկություն, որ կարողանա նպաստել այդ շարժմանը, այդ զարգացմանը, մասնակից դառնան դրան։ Իսկ Հայաստանի ապագան, ինչպես որ ես պատկերացրի այդ միջազգային շփումների ընթացքում, պետք է լինի մեկ բան՝ շեշտը դնել ազգային մշակույթի վրա։ Սիրելի բարեկամներ, մենք աշխարհի համար հետաքրքիր ենք միմիայն այնքանով եւ միմիայն այն նկարագրով, որը մեր ազգայինն է մեզ թելադրում, ու այդ ազգայինով պիտի մենք մտնենք համաշխարհային աշխարհ, որտեղ եթե մենք ցանկանում ենք այսօր նմանվել եվրոպական ժողովուրդներին, փորձել մեր մշակույթի մեջ ուղղակի հետևել, շատ հաճախ կապկել օտար գրական ու մշակութային երևույթները, դա աշխարհի համար բացարձակապես հետաքրքիր չէ։ Մենք մեր հայությամբ ենք հետաքրքիր, եւ ես անկեղծորեն պիտի ասեմ, իմ հանդեպ այդ լավ վերաբերմունքը, որ ես տեսա Բելորուսում, դա միմիայն հետևանք էր մեկ իրողության։ Իմ անձի մեջ իմ բարեկամները տեսնում էին Հայաստանը եւ գնահատում էին Հայաստանը։ Մենք այստեղ չգիտենք, որպես այսքան գնահատող բարեկամներ ունենք, բայց բավական է հայ մշակույթով մենք ներկայանանք աշխարհին, եւ այդ դեպքում դուք կտեսնեք, որ իրողությունները կտրուկ փոխվում են, մեզ գնահատողներ շատ ունենք, միայն պետք է այս ամեն ինչը գիտակցենք եւ աշխատենք այս ուղղությամբ։ Այս փոքրիկ զրույցը ես ուղղում եմ նաեւ մեր հասարակական քաղաքական գործիչներին, սիրելի բարեկամներ, մենք բարեկամներ շատ կարող ենք ունենալ եւ քաղաքական դաշնակիցներ շատ կարող ենք ունենալ, միայն պետք է դրա համար աշխատել։ Եթե մենք նստենք մեր տանը ու դռները պինդ ամուր փակենք մեր եւ աշխարհի առջեւ, ոչ մի դաշնակից, հավատացնում եմ ձեզ, մեր դուռը չի փակելու։ Միայն աշխատանքը, միայն ազգային մշակույթին հավատարմությունն է, որը կարող է բացել մեր առջեւ նոր ասպարեզ, որը կարող է մեզ համար դառնալ հարաբերությունների միջազգային հարթակում ներկայացնելու հնարավորություն։ Սա էր իմ տպավորությունը այս այցելությունից։ Ես Բելորուսի Հանրապետության կառավարական հյուրն էի եւ ամեն քայլափոխի տեսնում էի հարգանքը մեր ժողովրդի նկատմամբ։ Իսկ շարունակությունը պիտի լինի մեր ստեղծագործական աշխատանքը, ինչին սպասում են մեր բարեկամները ամբողջ աշխարհում։ Ավելի քան 40 երկրներից ներկայացուցիչներ էին ժամանել Միսկի 32-րդ գրքի փառատոնին, որը կազմակերպված էր հիանալի, եւ համահայկական գրողների միությունը պիտի ասեմ, որ պատվով կատարեց դեսպանի իր առաքելությունը։ Մենք շահեցինք շատ բարեկամներ եւ այդ բարեկամների բարեկամությամբ ուժեղացած մենք պիտի փորձենք մեր ճանապարհը քայլել մեր ճանապարհով եւ զարգացնել մեր երկիրը, որովհետեւ միջազգային ամբողջ հարաբերությունների մեջ գնահատում են գործունյա լավ ժողովուրդներին եւ լավ պետություններին։ Գլխավոր նպատակը մեր հետեւյալն է, սիրելի բարեկամներ, ոչ թե մեր եռանդը ծախսենք անիմաստ վեճերի, կռիվների մեջ, այլ ամբողջ մեր ներուժը գործադրենք, որպեսզի Հայաստանը զարգանա ուժեղ մշակույթով, ուժեղ տնտեսությամբ, ուժեղ բանակով, ինչը գնահատում է ամբողջ աշխարհը։ Սիրելի բարեկամներ, սրանով եկեք ամփոփենք մեր հաղորդման առաջին մասը։ Սիրելի բարեկամներ, եթերում նոր տարն է։ Ուզում եմ ձեզ հետ միասին անդրադառնալ կամ քննարկել մի շատ կարևոր հարց։ Մեր կյանքի գլխավոր արժեքը ինչ է։ Մեր կյանքի գլխավոր արժեքը ո՞րն է եւ ինչ պիտի կարևորենք ամենից առավել։ Ես կարծում եմ, որ
նախ եւ առաջ մեր հայրենիքը, հող հայրենին։ Հայաստան ասելով, հայրենիք ասելով, մենք նկատի ունենք այն հողը, որից ծնվել ենք եւ որի համար ապրում ենք ու որը պարտավոր ենք պաշտպանել, եւ հայ մարդը։ Եթե այս երկու արժեքները, հողը եւ հայ մարդը, մեզ համար բարձրագույնը հռչակվեն, ապա ես վստահ եմ, որ շատ խնդիրներ մենք կարողանանք հեշտությամբ լուծել։ Այս խոհերը այցելեցին մեզ, երբ մեր հաղորդաշարը ամիսներ առաջ հյուր եղավ Ջավախքում։ Մենք տեսանք բոլորովին մի նոր երկիր։ Մենք տեսանք բոլորովին նոր հայություն։ Երբեք ես այդպես Ջավախքում չեմ եղել, որովհետև աջ ես գնում հայկական գյուղեր, ձախ ես գնում հայկական գյուղեր։ Մեր ուղեկցում էին Ջավախցից մեր բարեկամները եւ ես զարմանում էի ինչ ճոխություն կա Ջավախքում, որը մենք չենք գնահատել եւ չենք էլ աջակցում։ Ջավախքը Հայաստանի աջակցության կարիք ունի։ Ու երբ մենք եղանք Բուղաշեն գյուղում, դա Ջավախքի ճկնաղ համայնքներից մեկը սկանչելի գյուղ։ Այդտեղ մենք ծանոթացանք բանաստեղծի եւ այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Թադևոս Պալյանին, մեր լավագույն բարեկամին։ Տասնամյակներ շարունակ կրթական ոլորտում աշխատել է Թադևոս Պալյանը։ Այժմ Բուղաշենի դպրոցի տնօրեն։ Իր ամբողջ տեսակետությամբ, իր ամբողջ կյանքով նվիրված իր աշխարհին։ Ինքը չի հագենում այն սիրուց, որը տածում է իր Ջավախքի հանդեպ։ Եվ եղանք դպրոցում, Թադևոս Պալյանը արժանացավ Վահան անվան մրցանակի, որովհետև իր բոլոր գրքերը, ես մի քանիսը իհարկե ուզում եմ ձեզ ցույց տալ, Հոգու մորմոքներ, որը այսօրին լույս տեսած գիրք է, Ջավախքի երգեր, իր առաջին գիրքը լուր տվայտանքներ, ծանոթ կածաններ, քմահաճ գարուն եւ այլն։ Այս բոլոր գրքերի մեջ մեկ խոհ կա ու մեկ զգացում։ Ես սիրում եմ քեզ, Ջավախք, եւ այսպիսի անհատականությունը, որը իր հասարակական գործունեության մեջ, որը իր գրական կյանքում միշտ եղել է դրոշակակիրը հայրենասիրության, ահա այս մարդը արժանի է բարձր գնահատականի։ Ու ձեզ էլ առաջարկում եմ, փնտրեք լավ հայերին, որտեղ էլ որ նրանց կտեսնեք, Սփյուռքում կլինեք, Ջավախքում կլինեք, Լոռիում, Հայաստանի որ բարձում էլ լինի, առաջին հերթին փնտրեք լավ մարդկանց։ 1928 թվականին, երբ Մաքսիմ Գորկին Հայաստանում էր, եւ երբ նրան հարցրեցին, թե ինչ տեսավ Հայաստանում եւ ինչ սիրեց Հայաստանում, Մաքսիմ Գորկին պատասխանել է. Հայաստանի ամենամեծ գանձը, Հայաստանի ամենամեծ հարստությունը լավ մարդն է։ Ահա թե ինչ ունենք մենք, սիրելի բարեկամներ, որ բոլորը նկատում են, մենք հաճախ չէ որ նկատում ենք, հաճախ չէ որ գնահատում ենք։ Մեր այսօրվա հաղորդումը պիտի լինի լավ մարդու գնահատականի առիթ ու հնարավորություն։ Այդ լավ մարդու անունն է Թադևոս Պալյան։ Ու հիշելով մեր այցելությունը, տեսնելով թե ինչ սքանչելի գործունեություն է ծավալում Թադևոս Պալյանը, ինչ սքանչելի գրականություն ունի, ինչի մասին է ինքը գրում, մենք հրավիրեցինք բանաստեղծին Երևան։ Հիշելու համար նախ այն օրերը, որ մենք ապրել ենք Ջավախքում, հիշելով դպրոցում անցկացած օրերն ու ժամերը, առավոտը, որ բացվեց Աբուլ Սարի պայծառ հայացքի ներքո, սքանչելի ժամերը, որ անցկացրինք Փարվանայի ափին, Ջավախքի ժողովրդի հետ այդ սրտառուչ հանդիպումները, որ երբեք չեն մոռացվելու, այս ամենը հիշելու համար, վերհիշելու համար մենք Երևան հրավիրեցինք Թադևոս Պալյանին։ Ես խնդրեցի, որ սիրելի բանաստեղծը եւ սիրելի ուսուցիչը պատմի Ջավախք աշխարհի մասին, իր գործունեության մասին, իր հանդիպումների մասին, որտեղ Թադևոս Պալյանը աշխարհի բախտավորներից մեկն է, որտեղ իր գրական ճանապարհին շատ մեղնավոր մարդկանց է հանդիպել եւ անշուշտ իր ծրագրերի մասին։ Ես կարծում եմ, որ հիմա արդեն ժամանակն է խոսքը տրամադրելու սիրված բանաստեղծին, լսենք իր խոսքը, լսենք հայրենասեր հայի պատգամը եւ պատվիրանը։ Բարև ձեզ, ես եկել եմ Ջավախք աշխարհից, որպեսզի ներկայացնեմ մեր
գրական մշակույթը ողջ հայ ժողովրդին։ Շնորհակալություն ընձեռված հնարավորության համար։ Հիմա մի երկու խոսք ես խոսեմ մեր Ջավախք աշխարհի մասին։ Ջավախք աշխարհը նորություն չէ, սա հին պատմություն ունի, սակայն մեր ժողովուրդը իհարկե մի մասը, չեմ ասում ամբողջը, մի մասը 1830-ական թվականներին ներգաղթել է Ջավախք Կարիլից, այսինքն Երզրումից, իսկ մի մասը տեղացիներ են։ Օրինակ Բարալետ գյուղը տեղացի բնիկներ են, նրանք եկողներ չեն։ Եվ այսպիսի մի 4 գյուղ կա, որոնք բնիկներ են համարվում, նրանք եկողներ չեն։ Եվ հետաքրքիրն այն է, որ նույնիսկ նրանց լեզուն տարբերվում է մեր լեզվից, մեր բարբարից։ Բարալետի բարբարը գրական հայերենին շատ մոտ է, իսկ մեր բարբարը իհարկե Կառնո բարբարն է, որը Կեճուղի բարբարն է։ Ջավախքը իր առումով անչափ մեծ է, ունի քաղաքներ, շատ գյուղեր, որոնք մեծ մասամբ հայախոս են և հայալեզու են, կա իհարկե նաև մեր բարեկամ ժողովրդից, վրաց ժողովրդից մի քանի գյուղեր, շատ քիչ։ Համենայն դեպս մենք ապրում ենք հաշտ և խաղաղ և մեկս մեկիս սատար ենք կանգնում և մեկս մեկիս օգնում ենք։ Ջավախք աշխարհը իր բնությամբ բազմերանգ է, հիասքանչ է նրա բնությունը, հատկապես գարնան և ամռան ընթացքում, բուրում են գեղեցիկ ծաղիկներ, բուրում են ծառեր և այդ բուրմունքը տարածվում է նաև մեր մանուկների վրա, որոնք կարծես թե կամաց-կամաց սովորում են ստեղծագործել։ Բնությունն է մարդու ուսուցիչը և բնությունն է մեզ սովորեցնում վեր կենալ, վայելել ու նորից վեր կենալ ու ամրանալ ոտքերի վրա։ Ահա այս է, որ ես ուզում եմ ներկայացնել հենց այսպես մեր Ջավախք աշխարհը։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես Թադևոս Գեղամիպալյանն եմ, ծնվել եմ 1950 թվականին չնաշխարհիկ Ջավախքի Աբուլի փեշերին ծվարած մի հոյակապ գյուղում, Բուղաշեն գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել եմ Բուղաշեն գյուղում, այնուհետև միջնակարգը շարունակել եմ Զագի միջնակարգ դպրոցում, այն ավարտելուց հետո մեկնել եմ խորհրդային բանակ, ծառայել եմ Չեխոսլովակիայում, զենքը ձեռքիս մարտնջել եմ խորհրդային միության տերիտորիալ ամբողջականության համար, իսկ հետո վերադարձից ընդունվել եմ Կիրովականի, այսօր Վանաձորի մանկավարժական ինստիտուտ և ավարտել բանասիրական ֆակուլտետը։ Մինչ բանասիրական ֆակուլտետն ավարտելը ես դեռևս փոքրուց գրիչը ձեռքս վերցրած, ինձ հիացրել են շատ բանաստեղծներ, որոնց ստեղծագործությունները կարծես թե ներհակ են եղել ինձ համար և դրանք սկզբնաղբյուր են հանդիսացել, որ ես էլ նմանվեմ նրանց։ Իհարկե, առաջի հերթին պիտի նմանվեի, որովհետև դեռևս ինքնություն չունեի և շատ ուշ կարողացա իմ ոճը, այսպես ասած, իմ ոտքերի վրա հենվել և դառնալ որպես գրողների անդամ։ Առաջին ստեղծագործությունս տպագրվել է մեր շրջանային Փարոս թերթում 64 կարծեմ թվականին։ Դա ընդամենը ես 14 տարեկան պատանի էի։ Եվ ինձ հիացրել էր Թումանյանը իր ողջ ստեղծագործությամբ և այդ ստեղծագործությունը ես անվանեցի Աբուլ, մեր Աբուլ Լեռն է դա և վկան կոչել որպես Մեծն Թումանյան։ Այդպես է այդ իմ հիասքանչ ստեղծագործությունը։ Եվ սա կարծես թե առաջինը հանդիսացավ, որ ես հետո ներկայացնեմ բանաստեղծություններ, պատանեկան թերթիրներ, դե պարզ բան է, որ սկսնակ բանաստեղծը կամ սկսնակ գրողը պիտի բնության գովք անի, ձմեռ փառաբանի, աշուն, մայիս, գարուն, ուրիշ նա մեծ աշխարհ չէր կարող տեսնել։ Բայց հետագայում, երբ արդեն սկսեցին իմ բանաստեղծությունները լույս տեսնել պարբերաբար Փարոս թերթում, դրանից հետո արդեն Վրաստան թերթում, խորհրդային Վրաստանում, ավանգարդում, գրական թերթում, այնուհետև Ջավախքի ղողաջներ գիրքը լույս տեսավ, ես մի քանի բանաստեղծություններ տեղադրեցի այնտեղ, այդ գրքում ևս կան։ Թիֆլիսում տպագրվում էր Կամուրջ ալմանախը,
այդ Արմանախի գրեթե միշտ անգամ հյուրն էի, յուրաքանչյուր համարի մեջ իմ բանաստեղծությունները սկսեցին տպագրվել, նույնիսկ ռադիոյով մեկնաբանվել վրացական ռադիոյով, հայկական, մեկնաբանվել իմ մասին, և դրանից հետո ես այլևս զգացի, որ կարող եմ գրել, ինչու ոչ, ինչու չշարունակեմ, և շարունակեցի,